Միջազգային արձագանքներին անդրադառնանք, Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարություն է տարածել Փենի Վոնգի մասին է խոսքը։ Ավստրալիան անհանգստացած է Իսրայելի եւ Իրանի միջև էսկալացիայով։ Սա կարող է ավելի ապակայունացնել արդեն իսկ լարված տարածաշրջանը։ Մենք կոչ ենք անում դիմել երկխոսության եւ դիվանագիտության։ Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լաքսոն նշել է, սա խիստ անցանկալի զարգացում է տարածաշրջանում, սխալ գործողությունների ռիսկն այժմ բարձր է, տարածաշրջանին անհրաժեշտ չէ հետագա ռազմական ակտիվություն։ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հայաշին նշել է, Ճապոնիան շարունակում է բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու եւ իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ գլխավոր քարտուղարը նշել է, խստորեն դատապարտում ենք Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմական էսկալացիա։ Նա կոչ է անում երկու կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, խուսափելու ավելի խոր առճակատումներից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ իր հերթին է արձագանքել։ Իրանին հարվածել է Իսրայելի կողմից միակողմանի գործողություն է։ Ուստի ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում Միացյալ Նահանգները, պետք է նպաստեն Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը։ Սաուդյան Արաբիայի արձագանքը հետևյալն է. թագավորությունը խստորեն դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական իսլամական Իրան պետության դեմ։ Սա խաթարում է Իրանի ինքնիշխանությունը եւ անվտանգությունը եւ միջազգային օրենքների եւ նորմերի ակնհայտ խախտում է։ Ինդոնեզիայի արտգործնախարարությունից այսպես են արձագանքել. Ինդոնեզիան խստորեն դատապարտում է Իսրայելի հարվածը Իրանին։ Սա կարող է ուժեղացնել լարվածությունը եւ հանգեցնել ավելի լայն հակամարտության։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել էսկալացիայից։